Դե ինչ, շարունակում ենք մեր ճամփորդությունը փողի աշխարհում, հետևելով դոկտոր Արա Քարյանի հետազոտությանը։ Ուրեմն, եթե առաջին մասում պարզեցինք, որ փողը ըստ էության սկզբում ընդամենը գաղափար էր, ապա հիմա լավ տեղավորվեք, որտեղ այն թե ինչա տեղի ունեցել այդ գաղափարի հետ դարերի ընթացքում, ուղղակի դե անհավանական է։ Լավ, եկեք մի վարքան կանգ առնենք հենց այս մտքի վրա, որովհետև գիտեք, սա է ամբողջի բանալին։ Դոկտոր Քարյանի հիմնական թեզն այն է, որ փողը դե հիմնովին փոխել է իր բնույթը։ Պատկերացրեք այս անցումը մի շոշափելի ֆիզիկական առարկայից դեպի մի բան, որը լրիվ վերացական է, անշոշափելի, ուղղակի գաղափար։ Հենց այս կետը որ հասկանանք, մենք կկարողանանք տեսնել, թե ուր է գնում փողի ողջ ապագան։ Ուրեմն որտեղից ենք սկսում, վստահությունից։ Հիշում եք, չէ՞ որ ամենաառաջին փողը ոսկի կամ արծաթ չէր։ Չէ, այն մի տեսակ հանրային գրանցամատյան էր, մի համակարգ, որն ամբողջությամբ ահա կառուցված էր հենց վստահության վրա։ Այս հսկայական քարերը, սրանք բառացիորեն յուրաքանչյուր գործարքի հանրային, մշտական ու անփոփոխելի արձանագրությունն էին։ Մի տեսակ հավաքական հիշողության համակարգ։ Ու կհավատաք թե ոչ, ապակենտրոնացված մատյանի հենց այս հնագույն գաղափարը հիմա հզոր վերադարձ է կատարում։ Բայց դրա մասին մի փոքր ուշ։ Բայց դե մինչև ապագային հասնելը, եկեք մի պահ հետ գնանք, շատ հետ։ Մենք պետք է հասկանանք ֆիզիկական փողի գագաթնակետը։ Պետք է տեսնենք, թե ոնց է այդ վերացական վստահությունը վերածվում մետաղի, իսկ մետաղն էլ իշխանության ու այո, քարոզչության հզորագույն գործիքի։ Ու դա անելու ենք հայկական պատմության ամենաանհավանական դրամների օրինակով։ Ուղղակի նայեք այս դրամին։ Սա փող չի, սա քաղաքական հայտարարություն է, ուժի ցուցադրություն։ Տիգրան Մեծի այս դրամի վրայի ամենն մի դետալ, յուրահատուկ արտաշեշան խույրից մինչև արքայական արծիվները, ամեն ինչ ունեցել է մեկ նպատակ՝ ամբողջ աշխանին ասել, թե ով է այստեղ տերը։ Սա մի հաղորդագրություն էր, որը մարդիկ իրենց գրպանում էին կրում, մի հաղորդագրություն, որը ձեռքից ձեռք էր անցնում ողջ կայսրությունով մեկ։ Բայց պատմությունը իհարկե սրանով չի ավարտվում։ Փողը դառնում է ավելին, քան ուղղակի իշխանության խորհրդանիշ։ Այն սկսում է կրել մի բան, որն ավելի խորն է՝ ազգային ինքնություն, ու այս աներևակայելի հազվագյուտ դրամը դրա կատարյալ ապացույցն է։ Մի պահ պատկերացրեք սրա նշանակությունը։ Առաջին անգամ պատմության մեջ Տիգրան IV-ի և Էրատոտ Հագուհու այս դրամի վրա պատկերվում է Արարատ լեռը իր երկու գագաթներով։ Սա նշանակում է, որ դրամի վրա դրոշվում է մի ամբողջ ժողովրդի աշխարհագրական ու հոգևոր սիրտը։ Փաստորեն, փողն ու ազգային ինքնությունը դառնում են մեկ անբաժանելի ամբողջություն։ Սա ուղղակի հեղափոխական էր։ Ու սա դեռ վերջը չէր։ Էվոլյուցիան շարունակվում է։ Թռիչք կատարենք դարեր առաջ, Բագրատունյաց շրջան։ Այստեղ դրամները ստանում են էլ ավելի խորը իմաստ։ Խոսքն արդեն միայն իշխանության կամ հողի մասին չէր, ոչ, դրանք սկսեցին ներկայացնել հենց մշակույթը։ Տեսեք, այս դրամի վրա ոչ միայն Հիսուս Քրիստոսի պատկերն է, այլև, լսեք սա, հայերենով ամենահին հայտնի գրությունը հայկական դրամի վրա։ Փաստացի, փողը դառնում է մի տեսակ շարժական մշակութային հուշարձան։ Մի բան, որը իր հետ տարածում էր ոչ միայն տնտեսական արժեք, այլև մի ամբողջ քաղաքակրթություն, հավատք, լեզու, ամեն ինչ։ Լավ, այսպիսով, փողը դարձավ ֆիզիկական, շոշափելի, կրում էր իշխանություն, ինքնություն, մշակույթ։ Բայց հետո տեղի ունեցավ երկու իրադարձություն։ Երկու պահ, որոնք բառացիորեն փշրեցին այդ ֆիզիկական իրականությունը ու ընդմիշտ փոխեցին խաղի կանոնները։ Այս ժամանակացույցը, տեսեք, հրաշալի ցույց է տալիս այդ երկու հեղափոխական խզումները։ Առաջինը 1971 թվական։ Բում! Փողը կտրվում է ֆիզիկական ոսկուց։ Դրա արժեքն այլևս մետաղի մեջ չէ, այլ հիմնված է զուտ մեր վստահության վրա կառավարության հանդեպ։ Եվ երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, 2009 թվական։ Ծնվում է մի փող, որն ընդհանրապես ի սկզբանե կախված չէ որևէ կառավարությունից։ Եվ ահա, ինչպես ցույց է տալիս դոկտոր Քարյանը, այս վերջին խզումը ստեղծեց փողի երկու զուգահեռ տիեզերք՝
Տեսեք, մի կողմից պետական ֆիատ փողն է, մյուս կողմից ապակենտրոնացված թվային փողը։ Եվ գիտեք որն է հետաքրքիրը։ Իրականում երկու դեպքում էլ արժեքը հիմնված է հանրային վստահության ու կոնսենսուսի վրա։ Բայց, եւ սա է ամենակարևոր բայցը, հարցն այն է, թե ում կամ ինչին ենք մենք որպես հասարակություն որոշում վստահել՝ պետությանը, թե համայնքին ու թափանցիկ կոդին։ Ահա սա է հիմնարար տարբերությունը։ Սա ուղղակի աներևակայելի խորը միտք է։ Մտածեք մի պահ։ Դարեր, հազարամյակներ շարունակ փողի վերահսկողությունը եղել է պետության հիմնական գործառույթներից մեկը, ու հիմա փողը պետությունից անջատելու գաղափարը նույնքան արմատական է, նույնքան շոկային, որքան ժամանակին եկեղեցու եւ պետության տարանջատումն էր։ Սա հիմնարար հարց է առաջ քաշում։ Իսկ ի վերջո, ում պետք է պատկանի տնտեսական իշխանությունը։ Դե լավ, եթե այս նոր թվային փողի հետևում կառավարություն չկա, ապա որտեղից է գալիս դրա արժեքը։ Ինչն է նրան արժեք տալիս։ Եվ գիտեք որն է ամենազարմանալին, ամենաանսպասելին։ Այն, որ այս հարցի պատասխանը մեզ վերադարձնում է ուղիղ դեպի մեր պատմության սկիզբը։ Դեպի արժեքի ամենահին ձևը, որ մարդկությունը երբևէ ճանաչել։ Հիշում եք այդ հնագույն քարե մատյանները։ Այդ համակարգն աշխատում էր, որովհետև վստահությունը հիմնված էր փոքր սերտ համայնքի վրա, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին։ Իսկ հիմա նայեք, թե ինչ է անում ժամանակակից բլոկչեյնը։ Զարմանալի է, բայց այն վերցնում է ճիշտ նույն գաղափարը եւ ուղղակի ընդլայնում է այն մինչեւ համաշխարհային մասշտաբ։ Այստեղ արդեն վստահությունը գալիս է ոչ թե մարդկանց անձամբ ճանաչելուց, այլ բաց, թափանցիկ կանոններից, որոնք գրված են կոդի տեսքով։ Վստահելու փոխարեն մենք կարող ենք ստուգել։ Եվ սա մեզ բերում է մի շատ հետաքրքիր, գուցե նույնիսկ մի քիչ ֆուտուրիստական ապագայի։ Մտածեք, եթե փողի հիմքում համայնքային համաձայնությունն է, ապա ինչը կլինի ամենաթանկարժեքը։ Ոչ թե ոսկին, ոչ թե պետության խոսքը, այլ անհատի հեղինակությունը, նրա համբավը, նրա ծառայությունը հասարակությանը։ Պատկերեցրիք, փողը որպես վերահսկողության գործիք կարող է վերածվել ճանաչման ու գնահատանքի գործիքի, իսկական հեղափոխություն։ Այսպիսով մենք կարծես մի ամբողջ շրջան պտտվեցինք։ Ամենակարևոր եզրակացությունը թերևս սա է. փողի պատմությունը միշտ եղել է մարդկային համաձայնության պատմություն։ Քարե մատյաններից մինչև բլոկչեյնի կոդը։ Այն վերադառնում է իր արմատներին, կրկին դառնալով հավաքական, ընդհանուր գաղափար։ Ու սա նշանակում է մի շատ կարևոր բան, որ հարցն այլևս այն չէ, թե ինչ է փողը, դա անցյալի հարց է։ Հարցն այժմ այն է, թե ինչ ենք մենք ուզում, որ այն դառնա։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն պատմության նախորդ դարերի, այդ հարցի պատասխանը կարող ենք տալ մենք բոլորս, միասին։ Այս ամբողջ վերլուծությունը իհարկե հիմնված է դոկտոր Արա Քարյանի անհավանական հետազոտության վրա։ Եթե ուզում եք ավելի խորը սուզվել կրիպտոարժույթների, թվային բիզնեսի ու ֆինանսների զարմանահրաշ ապագայի մեջ, անպայման նայեք նկարագրության բաժինը, որտեղ կգտնեք նրա սոցիալական էջերի հղումները։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս ճամփորդության ընթացքում։